Նորության համար շատ շնորհակալ ենք։ Մինչև մեր բուն նյութին անցնելը առաջարկում եմ շատ բարձր կերպով ողջունենք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ովքեր բանտարկյալ են և այս պահին գտնվում են ազատության մեջ և ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին։ Սիրելի ներկաներ, մենք փորձելու ենք նախ կարճ ներկայացնել մեր երկրում ստեղծված իրավիճակը, խոսենք այսօրվա իշխանության գործած չարիքների հետևանքների մասին, խոսենք նրանց օգտագործող քարոզարշավի մարտահրավերների մասին, 26 թվականի ընտրությունների և մեր անելիքների։ Ես կարճ փորձեմ այս հարցերին անդրադառնալ, որից հետո իմ գործընկերները կշարունակեն, հետո շատ սիրով կպատասխանենք ձեր հարցերին, մենք ակնկալում ենք ձեզանից բաց, անկեղծ, պարզ զրույց մեր երկրում ստեղծված իրավիճակի և ամենակարևորը մեր անելիքների մասին։ Ուրեմն տեսեք, այսօրվա իշխանության գնահատական տալու, առաջիկա ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու համար շատ կարևոր է հասկանանք Նիկոլ Փաշինյանի և նրա ռեժիմի կառավարման 7-8 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Այս գնահատականը, սիրելի բարեկամներ, շատ կարևոր է և մենք պետք է կարողանանք ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու բացատրենք, որ սրանց իշխանության հետևանքով ինչ է տեղի ունեցել։ Այս գնահատականից հետո է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ճիշտ ընտրություն անել։ Ինչ է տեղի ունեցել սրանց կառավարման 7 տարիների ընթացքում։ Արցախի կորուստ և ամբողջական հայաթափում, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում և անվտանգային ճգնաժամ, արտաքին քաղաքականության ձախողում, ազգային արժեհամակարգի հետևողական խեղաթյուրում և պայքար հայ առաքելական եկեղեցու դեմ, ներազգային պառակտում, սոցիալ-տնտեսական խնդիրների խորացում, պետական պարտքը 8 տարիների ընթացքում 8 միլիարդ դոլարով միայն ավելացրել է և իշխանության կենտրոնացում ու ժողովրդավարության նահանջ։ Այս ցանկը դուք կարող եք նաև ավելացնել և երկար շարունակել ու սրանք 4 փաստեր են, թե սրանց կառավարման 8 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Հիմա այս մարդիկ այս սրանից հետո փորձում են, որ նորից վերարտադրվեն։ Ինչ կնշանակի, եթե Նիկոլ Փաշինյանը և նրա ռեժիմը կրկին վերարտադրվեն։ Եթե սրանք վերարտադրվեն, ժողովուրդ, նախ այս բոլոր ընթացիկ պարտությունները լեգիտիմացվելու է, այնուհետև կանաչ լույս է բացվելու նոր պահանջների համար, ինչ որ ցանկանում է Ադրբեջանը։ Եթե սրանք կարողանան կրկին վերարտադրվել, ինչ է տեղի ունենալու։ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրության փոփոխություն, տեղի է ունենալու Հայաստանի տարածքից նոր զիջումներ։ Այդ մասին արդեն Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի տարածքում, Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Այսինքն, եթե այս իշխանությունը կրկին խաբեց և վերընտրվեց, Հայաստանի տարածքից լինում են նոր զիջումներ ու դրա մասին էլ է պարզ խոսքը, խոսքը այսպես կոչված անկլավների մասին։ Երկրորդ, եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվել, Հայաստանում հաստատվելու է մեկ մարդու բռնապետություն։ Սրանք հաճախ են խոսում, որ իրենք ժողովրդավար են, ժողովրդավարական արժեքների դավանող, բայց սրանք ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքը, քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը գողացել են վաղուց։ Եվ դրա ամենացայտուն օրինակը տեղի ունեցել նաև հենց Գյումրիում, երբ որ գյումրեցիները մասնակցեցին ընտրությանը և իրենց ձայնը տվեցին ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուներին և ավականու անդամներին, որոնք Գյումրիում ձևավորեցին իշխանություն և ընտրեցին քաղաքապետ, ինչ տեղի ունեցավ։ Փորձում են ժողովրդի կամքը կրկին խլել։
Սրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտման համար հեռացնում են աշխատանքից, ձերբակալում են, տարբեր ճնշումների են ենթարկում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի եւ ուղիղ ժողովրդավարության թշնամին է։ Եվ եթե կարողանան նորից վերընտրվել, իմացեք, որ Հայաստանում փորձելու են մեկ մարդու իշխանություն եւ բռնապետության համակարգ ստեղծել։ Մյուսը սրանց վերարտադրության հետևանքը բերելու է Հայաստանի ինքնիշխանության կորստի։ Հայաստանը դառնալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի վասալ պետություն։ Ժոր, այս որ ինչ ասում են, գուցե առաջի տպավորությամբ ստացվի, որ սա չափազանցություն է։ Բայց եթե նայենք քիչ առաջ այն կորուստների մասին, որ խոսեցինք, դրանց մասին մենք 5-6 տարի առաջ խոսում ենք։ Եվ դժբախտաբար են բոլոր կանխատեսումները, վերլուծությունները, որ արել ենք, դա տեղի առած։ Հետևաբար ինչ որ ասում ենք, դա չափազանցություն չի։ Հիմա սրանք ինչ են փորձելու, ինչպես են փորձելու մեր ժողովրդին խաբել։ Խաբելու են հետևյալ թեզերով։ Սրանց հիմնական թեզը հետևյալն է, որ մենք բերելու ենք խաղաղություն։ Եթե 26 թվականի հունիսի 7-ին չընտրվենք մենք, այլ ընտրվի մեկ այլ իշխանություն, կլինի պատերազմ։ Իսկ մենք արդեն հասել ենք խաղաղության։ Այս վերջի օրերին ինչ են ասում ձեզ, ասում են հետևյալը, որ եթե մեր վերարտադրությունը տեղի չունենա, մեր ձեռքբերումները կկորեն եւ տեղի կունենա պատերազմ։ Եվ ասում են, որ եթե մեզանից բացի այլ ուժ գա իշխանության, դա հավասար է պատերազմ։ Ըստ էության ձեզ ասում են, քանի Ալիևը կա, դուք պարտավոր եք ընտրեք Նիկոլ Փաշինյանին, որտեղ եթե մեկ ուրիշը լինի, պատերազմ արեն։ Սա ամենամեծ կեղծիքն է։ Պատերազմ մեր երկրին ժողովրդին բերել է այսօրվա իշխանությունը, ու սրանց վերարտադրությունը լինելու է Հայաստանից նոր տարածքային զիջումներ։ Սրանք խաղաղության հետ որևէ առնչություն չունեն, ինչպես ժողովրդավարության պարագային, այնպես էլ խաղաղության։ Այս ռեժիմը խաղաղության թշնամին է։ Նայեք սրանց 7 տարիների կառավարման արդյունքը։ Յուրաքանչյուր տարի Հայաստանից տեղի ունեցել զիջումներ։ Այս մարդը ինչ իրավունք ունի խոսելու խաղաղությունից։ Ու կրկին ժողովրդին վախեցնի, ասի եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Կամ ասում են քվեարկեք մեզ, ընտրվենք, որ ձեռքբերումները պահենք եւ ձեռքբերումները այլևս կլինի անդառնալի։ Որ ձեռքբերումների մասին է խոսքը։ Արցախը հանձնելու, Հայաստանի տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձնելու, թե Ադրբեջանում գերիների։ Այսինքն դուք ինչ ձեռքբերում եք ունեցել, որ հիմա էլ ուզում եք այդ ձեռքբերումները պահել։ Սրանց միակ ձեռքբերումը շարունակական զիջումներն է, որը նորից են կրկնում։ Շատ կարևոր է այս մասին բոլորը իմանան։ Գնալու են նոր զիջումներ։ Երկրորդը, այս նախկիններ ներկաներ, ծամծմված թեզը, որ մեր ժողովրդին բաժանեցին նախկինների ներկաների, սևերի սպիտակների եւ փորձեցին վերարտադրվել։ Եվ մնացած բոլոր այս նշված թեզերով փորձելու են իրենց վերարտադրությունը ապահովել։ Հիմա ժողովուրդ, ամենակարևոր հարցը։ Դա ստեղծված իրավիճակից ոնց պետք է դուրս գան։ Այս ինչ որ ասում են շատերը դեռ գիտեիք, պարզապես նաև ասում են այս ամեն ինչը թարմացնելու համար։ Որն է խնդիրը, ոնց պետք է հարցը լուծենք մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերել։ Մենք այդ հնարավորությունը տեսնում ենք առաջիկա ընտրությունները։ Ընդհանրապես 3.5 ամիս հետո մեր երկրում տեղի է ունենալու ընտրություն։ Եվ այդ ընտրությունները հնարավորություն են մեր առջև դրած խնդիրը լուծելու։ Այս իշխանության վերարտադրությունը համատեղ ուժերով կանխելու եւ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Հիմա այս հարցերը հաճախ են տալի մեզ։ Արդյոք հնարավոր է ընտրությունների միջոցով լուծել իշխանափոխության հարցը։ Ժողովուրդ, հնարավոր է։ Մենք ի տարբերություն շատերի հասկանում ենք այդ բոլոր դժվարությունները, որ կա եւ գոյություն ունի։ Այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց եթե մենք կարողանանք աշխատել մեր քաղաքացիների հետ, կազմակերպել, բացատրել բոլոր վտանգները, որ կան,
ներկայացնենք այլընտրանքները, թեև թիկունք տանք, վստահ եղեք, որ հնարավոր է։ Երկրորդ հարց, հաճախ ասում եմ նստել, սպասում եք, ոչ մի բան չեք անում 26 թվականի ընտրությունները։ Տեսեք, որ պարզ ճակատ կարող է ամեն անգամ մտնել ժողովրդի մեջ, ասել ինչ է արել 5 տարվա ընթացքում, քանի առնվազն փորձ է արել այս իշխանությունից ազատվելու համար, դա մենք ենք։ Մենք ձեռքերս ծալած այս տարիների ընթացքում չենք նստել։ Բայց հիմա շատ պարզ դեռևս աշնանից մեր ժողովրդին ասել են, որ առջևում ընտրություններ է, այո, այդ ընտրությունը միջոց է եւ ամեն ինչ պետք է անենք այս ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Հաճախ ասում են, որ միևնույն է կեղծելու է։ Ինչ էլ անեք, հաղթակել ինքը իշխանությունը չի տա։ Սա ասում եմ մարդկանց տրամադրությունը փճացնելու, մարդկանց հույսերը ընտրություններով երկրում իրավիճակ փոխելու, դրանք կոտրելու եւ մարդկանց անտարբերության տանելու համար։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է իր իշխանությունը պահելու համար։ Բայց մեր խնդիրն է այ որ դա թույլ չտալ եւ մենք ձեզ վստահեցնում ենք։ Եթե մեր քաղաքացիները գնան տեղամաս քվեարկեն ընդդիմությանը, մենք մեր ժողովրդի, մեր քաղաքացիների տված քվեին տեր ենք կանգնելու եւ գլուխները պատին կտան, որ ժողովրդի կամքի հետ հաշվի չեն նստի։ Դες մասին շատ ենք խոսել, այս տարբերակները չմասնակցել ընտրությանը մենք բացառում ենք, մենք դա տեսնում ենք հնարավորություն այդ մասին արդեն հայտարարել ենք։ Հաջորդը մասնակցել մեկ, այսինքն ինչպես մասնակցել ընտրություններին, ստեղից է գալիս այս հարցը, որպեսզի դա լինի արդյունավետ, լինի հաջող եւ կարողանանք սրանց վերարտադրությունը կանխել։ Շատ է հաճախ այսօր խոսում, որ ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական դաշինքով պետք է մասնակցի։ Ստեղ մեր մոտեցում այս գաղափարին մենք դեմ չենք եղել երբեք, բայց ստեղծված պայմաններում եւ իրավիճակում այս թեման այլևս ժամանակավրեպ է։ Մեր մոտեցումը հետեւյալն է, որ ընդդիմությունը ընտրություններին պետք է մասնակցի մի քանի խոշոր բլոկներով։ Եվ այսօր արդեն այդ բլոկները ձևավորվում են եւ այս իշխանության վայնասունը նաեւ տեսնում եք այս վերջի օրերին սրանց հիստերիկ արձագանքները պայմանավորված է հենց դրանով, որ ընդդիմադիր դաշտի մի քանի ուժեր մեկտեղելով իրենց ուժերն ու հնարավորությունները, ստեղծելով խոշոր բլոկներ, դա լրջագույն հնարավորություն է լինելու նաև մարդկանց ընդդիմության մեջ այլընտրանքներ եւ այլընտրանքային ծրագրեր առաջարկելով սրանց վերարտադրությունը կանխել։ Հետևաբար մենք այս իրավիճակը, որ տարբեր բլոկներով մասնակցել ընտրություններին գտնում ենք արդյունավետ։ Այս Հայաստանի քաղաքական դաշտի պատկերն է, առանձին նշված ուժերին չանդրադառնամ, այս դաշտի ուժերը արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, նաև այս բլոկների ձևավորումը արդեն ձեր աչքի առջև է։ Ստեղ ունենք երկու կարևոր խնդիր ժողովուրդ, որի վրա ուզում եմ կանգ առնել։ Այս ընտրությունների կարևորը ոչ թե որևէ ուժի հաջողությունն է, այլ ընդհանուր ընդդիմության հաջողությունը։ Եթե որևէ ուժ գնա, ասենք պայմանական մեր համար ասեմ, եթե մեր այսօրվա 28 պատգամավորը դառնա 48, բայց այս իշխանությունը շարունակի մնալ իշխանության, մենք մեր բոլորի առջև դրած խնդիրը կհամարենք չլուծված։ Այսինքն այստեղ ընդհանուր ընդդիմության հաջողությունն է կարևոր, այլ ոչ թե մեկ ուժի շատ ու քիչ ձայն հավաքելու հարց։ Եվ կա երկու կարևոր խնդիր, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հասկանա ստեղծված իրավիճակը եւ հասկանա, որ իր քվեից է կախված վաղվա Հայաստանի ապագան եւ ակտիվ մասնակցի ընտրությանը։ Այսինքն Գյումրիում հաջողության պատճառներից մեկը նաեւ նա էր, որ իշխանության բոլոր հաշվարկները ձախողեցին եւ ընտրությունների մասնակցեց իրենց նախատեսածից ավել քանակության մարդ։ Ինչով է այստեղ հաջողությունը որն է, եթե իրենց ասածից պատկերացրածից ընդհանրապես շատ մարդ է գալիս ընտրության, իշխանությունը ունի մոբիլ զանգված վարչական ռեսուրս, դա ինքը կարողանում է տանել տեղամաս։ Իսկ երբ որ այս իշխանության դեմ մարդիկ չեն հավատում, որ իրենց քվեով հնարավոր է իրավիճակ փոխվի եւ չեն գնում ընտրության, ստացվում է, որ իշխանության փոքրամասնությունը լինում է մեծամասնություն։ Հետևաբար առաջին խնդիրը կարևոր է բարձր մասնակցություն եւ երկրորդը
այնպես անել, որ ձայները չփոշիան, այսինքն այն ընդդիմադիր ուժերը, ովքեր հնարավորություն չունեն շեմը հաղթահարելու, կամ պետք է միանան մեծ բլոկների, կամ միավորվեն միմյանց հետ, որպեսզի ընդդիմադիր քաղաքացիների ձայները չփոշիանան։ Այս իշխանությունները ամեն ինչ անելու են իրենց իշխանությունը պահելու։ Ուժերին չգրանցեն ձերբակալություններ, խոչընդոտներ, կեղծիքներ։ Սրա պայքարելու մեխանիզմները կա, որ ստեղ նկարագրված է եւ այսօր նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ ընդդիմադիր ուժերի միջև լրջագույն բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում, որ անկախ ով ինչ բլոկով կմասնակցի, ով ինչ տեսակետ ունի, նույնիսկ տարաձայնություններ, բայց ընտրությունները վերահսկելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն պահելու համար պարտավոր ենք համագործակցել ու դրա համապատասխան մեխանիզմները մենք փորձելու ենք ստեղծել այս իշխանությունների հավանական կեղծումներն ու չարագործությունները, այսպես ասած, կանխելու համար։ Եվ վերջում այլընտրանքի մասին։ Նախ նորից եմ ուզում, ես հաճախ ասում եմ, որ այս իշխանությունը ժողովրդին ներկայացրել է ճանապարհային քարտեզ խաղաղության հասնելու բանաձև, ինչ առաջարկում ընդդիմությունը։ Նախ ուզում եմ նորից հստակ այս հարցին անդրադառնալ, որ այս ռեժիմի առաջարկածը խաղաղության հետ որևէ առնչություն չունի։ Սա զիջումների դիմաց զինադադար է նոր զիջումների խոստումով։ Հետևաբար ինքը խաղաղության օրակարգ չի առաջարկել, որ մենք դրան այլընտրանք առաջարկենք։ Սա մեկ։ Երկրորդը մեր պատկերացումը այս հարցերի վերաբերյալ հետևյալ։ Կառուցել մրցունակ եւ անվտանգ Հայաստան։ Հայաստան, որը տեր է իր ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Հայաստան, որը տեր է իր ժողովրդի հավաքական իրավունքներին եւ կարող է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը։ Հայաստան, որի արտաքին քաղաքականությունը բխում է իր պետության ու ժողովրդի շահերից եւ Հայաստան, որը չի դառնալու տարբեր պետությունների ազդեցությունները չափելու կամ բախվելու մի միջավայր։ Հայաստան, որտեղ հայ մարդը արժանապատիվ կերպով կարող է աշխատել, ստեղծել եւ ապահով ապրել։ Հայաստան, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է, այլ առհասարակ 10 միլիոն հայ մարդու եւ Հայաստան, որտեղ հայ առաքելական եկեղեցին անձեռնանախելի է բացարձակ արժեք։ Մենք կարող ենք միասին ստեղծել այդ Հայաստանը, մի անգամ արել ենք եւ մեկ անգամ եւս միասին ձեր օգնությամբ եւ ձեր միջոցով անել ենք։ Շնորհակալ եմ։